Սրա հետ կապված ինչ մտահոգություններ ունեք, արդյոք Սյունիքը կարող է այս իրավիճակում Դե Իրանի հետ կապված կարծում ՄԱԳՆ-ի հայտարարությունից զատ եւ իմ հայտարարությունից զատ որևիցե բան ավելացնելու չկա։ Ցավալի է, ուշով հետևում ենք, բայց այս պայծրությամբ տենց մտահոգություն չկա, որ դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենա մեր հարևանի հետ հարաբերություններին, որովհետև նախ եւ առաջ դուք գիտեք, որ խոսակցությունը շարունակվում է եւ կան կոնկրետ գործընթացներ, որոնք որ հիմա ընթացքի մեջ են եւ նման բան այս պայծրությամբ մենք չենք տեսնում։ Բայց գնահատել եք։ Իհարկե, հենց ամենահենց նույն րոպեին։ ԱԳՆ-ի հայտարարությունը վարչապետը հանդիսանում է կառավարության ղեկավարը։ Դուք ասում եք գնահատել եք, այո, գնահատել ենք, քննարկել ենք, հենց գործողությունները սկսվելուն անմիջապես հետո շատ վաղ ժամի, կարելի ասել լույսը չբացված, այո, քննարկել ենք եւ ինչի հետ կապված պետք է մենք գտնվում ենք կապի մեջ մեր միջազգային գործընկերների հետ եւ այս պայծրությամբ որևիցե բան, որ ավելացնելու կա բացի ԱԳՆ-ի հայտարարությունից չկա։ Այո, հենց այդ առաջի րոպեներից, ոչ միայն Ադրբեջանի սպասվող, այլ նաեւ հետագա հնարավոր զարգացումները հենց Իրանի ներսում մեր սահմանների վրա պետք է ասեմ, որ այս պայծրությամբ որևիցե հոսք ընդեղից չկա, մեր սահմանը որևիցե նման բան չի արձանագրել եւ մնացածը արդեն գիտեք, էլի ավել բան չասեմ։ Չլսեցի։ Ադրբեջանում հայեր են մնացել։ Ադրբեջանում։ Այո, ոտանավի հետ կապված, այո։ Ստեղել ադրբեջանցիներ են մնացել, գնացել են, չէ, այս պահին։ Հա, մնացել էին ու գնացել են, չէ, մնացել են, որ գնացել են։ Չէ, այս պահին որևիցե տեղեկություն չունեմ, ճշտ եմ ասեմ, հիմա ինչ որ չգիտեմ, չեմ կարող խոսել։ Թե թիվ 1 ռիսկը այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել եւ այլ բնույթի վերածվել, ինչպես նաեւ այլ երկրների ներառվածությունը մեզ ստաբիլ հարևան է պետք եւ ինչ որ տեղի է ունենում մեր համար անընդունելի է։ Մոռացեք Զանգեզուրի միջանցքը, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա որակումները, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են, տեսել եք նաև, որ Ադրբեջանից հնչում են արտահայտություններ, որոնք ասում են մենք օրինակ կուզենայինք, որ ամբողջ Ադրբեջանը միջանցքի վերածվեր եւ այլը եւ այլը, դրա համար դրա հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասվել է, հիմա նորից նույն բանը կրկնելը սխալ է։ Լուսինեն ջան, ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի, այդ խոսակցությունը փակված է եւ այդ խոսակցությանը վերադարձ ոչ այն ժամանակ ա եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի, դրա հետ կապված իրանք հայտարարություն են արել, մենք մեր դիրքորոշումը ասել ենք, իրանք զարմանքով են մոտեցել, նա Ադրբեջանի նախագահը ասել է ես զարմանում եմ ընդհանրապես դուք ինչի եք դրանից այդպես վատ վերաբերում, Ադրբեջանի պաշտոնյան, որը որ զբաղվում է իրենց արտաքին քաղաքականությամբ եւ հանդիսանում է իրենց ցելը, որ ինչ են հայերը այդպես ցավագին տանում, մենք կուզենայինք որ ամբողջ Ադրբեջանը լիներ միջանցք, իսկ հայկական կողմը ասում է որ այո Հայաստանի Հանրապետությունով կարող են անցնել տրանսպորտային միջոցներ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության իրավազորության ներքո եւ այդ դրա հետ կապված ներկայացվել է խաղաղության խաչմերուկ ծրագիրը, այդ խաղաղության խաչմերուկ ծրագիրը քննարկվում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այո պատրաստ է բոլոր երկրների հետ, ինչպես Իրանի հետ եւ Վրաստանի հետ ունենք բաց սահմաններ մեր իրավազորության եւ օրենքների հիման վրա, դա անել որևիցե նոր բան մի փնտրեք, չփնտրեք ու մի խոսեք։ Հա ջան։ Արդիական է խաղաղության խաչմերուկը այս։ Իհարկե, բա հենց այս պայմաններում է արդիական, որովհետև եւ տենց խոսք կա, չէ՞, ժողովրդական, որ մի դուր բացվում է, մի դուր փակվում է եւ հակառակը, որ մի դուր փակվում է, մի դուր բացվում է։ Հիմա եթե դուք օրինակ համացանցում կա, հա, տեսնում եք քարտեզը, որտեղով են ինքնաթիռներ թռնում եւ ակնհայտ է, որ Հայաստանի եւ մեր տարածաշրջանը այս պայծրությամբ փաստացի օդային միջանցքի է վերածվել քաղաքացիական
ինքնաթիռների համար, այո, իհարկե արդիական է եւ ինքը նաև արդիական է այն առումով, որ դա ոչ միայն տնտեսական իմաստ ունի, դա նաև անվտանգային իմաստ ունի, որովհետև այդ կապը նաև իրանից տնտեսական շահեր է հետապնդում բոլոր երկրների համար։ Նորից եմ ասում, ժողովուրդ, նորից եմ ասում, պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ օրինակ ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը հաջորդ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա, այո, հաստատում եմ։ Եկեք այդ հաստատեցի, բայց մնացածը արդեն վարչապետի գրասենյակի։ Այո, հրավերի հիման վրա։ Բոլոր հարցերը տարածաշրջանային քննարկվելու են եւ ես կարծում եմ այդ այցը պատմական է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Լսեք, ես հիմա դժվարանում եմ անունը ասել, պաշտոնական աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է եւ հրավեր է արվել նախագահի կողմից եւ հենց այդ ֆորմատով է լինելու, այո։ Իսկ ակնկալիքը հայ-թուրքական հարաբերություններին է, ակնկալիքը այդ հանդիպումից, ամսի 20-ին ասած, ակնկալիքը այդ հանդիպումից հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերվում, թե նաև հայ-ադրբեջանականում հնարավոր է փոփոխություններ լինել, պայմանագրի կնքման, նաև ճանապարհների ապաշրջափակման։ Բոլոր հնարավոր հարցերին, որոնք որ հնարավոր կլինի քննարկել, այդ հարցերը կքննարկվեն։ Ոչ մի արտառոց բան էսպայի դրությամբ չեմ կարող ասել, որովհետև չեմ բացառում որևիցե քննարկում։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան ուզում է միջնորդ լինել այս երկխոսության մեջ, հայ-ադրբեջանական հարաբերությունների երկխոսության։ Չեմ կարծում, որ նման գնահատականներ տալը ճիշտ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որևիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի աջակցությամբ կամ որևիցե մի մայրաքաղաքում, եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց ինչպես տեսակ, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական եւ երկու կողմը կորոշեն էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի միջնորդություն, թե ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե այլ ֆորմատ կլինի, որտեղ դիվանագիտական բանում տարբեր ֆորմատներ գոյություն ունեն եւ ես չեմ բացառում, որ այլ ֆորմատների քննարկում նույնպես տեղի կունենա եւ ինչ որ մի ֆորմատ կընտրվի։ Կարող ենք ենթադրել, որ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչ կազմով է։ Չգիտեմ։ Մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ դուք հմեկ եք տեղափոխվել։ Չէ, պարզապես այո, սոլիդարություն։ Պարոն Սիմոնյան, մտահոգություն կան դիմադիր դաշտից, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է գնում, այդ ընթացքում հնարավոր է նա որոշակի առաջարկներ, պահանջներ Թուրքիայից դրվի Հայաստանի առջև։ Դուք հերքում եք, որ Թուրքիան կարող է ինչ-որ բան առաջարկել եւ Հայաստանը կատարել դա։ Չգիտեմ, ինչ եք հարցնում, ուզում եմ հասկանալ։ Իսկ որ Փարիզ է գնում կամ Վաշինգտոն է կամ Մոսկվա է գնում կամ ինչ որ մի, ասենք, ինչ որ մի հատ ուրիշ երկրի ղեկավար է գալիս, մի տեսակ բան, լսեք, մեր ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է քաղաքականապես եւ քաղաքականությունից շատ հեռու է։ Իրանք նոր են սովորում քաղաքականությունը ինչ է, որտեղ իրենք իրենց ժամանակին քաղաքականություն չի եղել է մեկ անձի հրամայական եւ տենց խաղի կանոններ։ Իրանք նոր են սովորում ընդդիմություն լինել եւ ես ներողություն եմ խնդրում, բայց ես քաղաքագիտության հարցեր դասավանդելով չեմ զբաղվել։ Թող գնան պարապեն, ասելիք ձևավորեն, գան, հետներս բանավիճեն։ Այդ բանավեճի վայրը այստեղ է, որտեղ իրանք չեն գալիս։ Թող գան բանավիճեն։ Ճանապարհի հատվածում կարող է եւ լսեք, ինչ կարող է այդ հարցը դրվի, իսկ կարող է մեծ նվերներ տա, իսկ կարող է Փաշինյանը նվերներ տա, կարող է մի բաժան, այդ ինչ խոսակցություն է։ Պաշտոնյաները խոսում են, չէ՞, մամուլը։ Իսկ մեր պաշտոնյաները, ներողություն, իսկ մեր պաշտոնյաները չեն խոսում։ Ինչ են խոսում։ Մենք մեր դիրքորոշումը չենք ասում։ Զանգեզուրի Միջանցքի մասին նոր դեպք չեք խոսում։ Իսկ ով ասեց, դե ձևակերպման խնդիր է, հիմա կարաս քաղաքական գործչին ասես քաղաքական գործիչ, կարաս ասես, որ ինքը քաղաքական գործիչ չի, սկսնակ է, լրագրողին կարաս ասես, որ ինքը վարձու
կիլլեր է ինչ-որ մեկից փող ա վերցնում, որ գա ես մի քաղաքական գործին սպանի, կարաս ասես, որ ինքը արեստավարժ է։ Այդ գիտես ինչ է, ճաշակի հարց է, բայց իրողությունը մնում է հետևյալը։ Այն ինչ որ իրանք ասում էին, այն ինչ որ մեր լրատվամիջոցները հաճախ ասում են, հետո լույսը բացվում է, սկսում են բացատրել, թե ինչի օրինակ այդ լուրջ լրատվամիջոցի ասած իրականություն չդարավ։ Բայց ոնց ստացվեց, որ պատերազմից հետո ասում էին, որ ինքը չի կարողանալու բանակցեց եւ 17 կետանոց խաղաղության պայմանագիր բերեց, որը երկկողմ է բոլոր կետերի մասով։ Լավ։ Լավ։ Իսկ այն թղթի վերաբերյալ, որը վերաբերում էր սահմանագծման, սահմանազատման, ասում եք Ալիևը չի ստորագրելու, Ալիևը ստորագրեց այդ փաստաթղթը։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, հեսա կվերադառնանք սահմանազատման գործընթացին եւ ես հասկանում եմ, որ տենց մի հատ արտահայտություն կա հայտնի էլի, որ ասում է, որ մեկը ջրի վրայով քայլի, միշտ մեկը կգտնվի, որ կասի, հա, լողանալ հաստատ չգիտի, դրա համար է ջրի վրայով։ Այդ տրամաբանությամբ եք շա։ Ինչ վերաբերում է սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված, դա մեր մեծագույն հաջողություններից մեկն է, որտեղ որ մենք ֆիքսել ենք Հայաստանի Հանրապետության, սա շարունակվում է։ Սկող իշխանություն չկա։ Լսի, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամենածայրահեղ եւ ամենավատ գնահատականներով էլ սկող, էլ պարտված, էլ դավաճան, էլ հողատու, ինչ տեսակի բան ասեցին, չէ՞։ Տեսակ 2021 թվականին ով սկեց ու ովում սկծրեց, ով միջև քոքը մաշվեց, ովում քոքը մաշացրեց։ Տեսակ։ Ես ինքան ուրախ եմ։ Եթե իմանայի, չէ, ես որ իմանայի, չէ, ոչ մեկ արժանի չի որ ծեծեն, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը կամ իր տղան էս դահլիճում արժանի չի որ ծեծուտի, նույնիսկ լրագրողները արժանի չեն որ ծեծուտեն, ինչի մենք ներողություն, բայց մենք դրա մասին չենք խոսում։ Հիմա հարցի Ռոբերտ Քոչարյանի հարցին պատասխան, հետո Վահե Մակարյանի հարցին